Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սիրելի հայրենակիցներ, շատ սիրելի ժողովուրդ, այսօր մեր եկեղեցում Ղազարոսի հարության կամ Ղազարու հարության հիշատակության օրն է, վաղը Ծաղկազարդի կամ մեր Տիրոջ մուտքը Երուսաղեմ տերունական հիշատակության օրն է և մեզ մեր եկեղեցին պատրաստում է ավագ շաբաթի մուտք գործելու ավագ շաբաթի տնօրինական ամբողջ տերունական դեպքերին, իրադարձություններին միասին հասնելու և նշելու և տոնելու, փառաբանելու հարության հաղթանակի խորհուրդը։ Ինչպես ասացի, վաղը Ծաղկազարդը կամ մեր Տիրոջ մուտքը Երուսաղեմ, այդ պատմական իրադարձության հիշատակության օրը վերստին մեզ հիշեցնելու այն մեծ իրականության մասին, որը բացի աստվածաշնչյան նոր կտակարանյան արձանագրումից, նաև մեր կյանքի խճապատկերն է։ Ես բազում առիթներով խոսել եմ այս մասին, թե ինչ է նշանակում Ծաղկազարդը, թագավորական մուտքը մեր Տիրոջ Երուսաղեմ և ապա նրան հաջորդող իրադարձությունները, երբ նույն ժողովուրդը փառաբանության կոչերի մեջ էր, իր ամբողջ ունեցածը փռում էր Տիրոջ ոտքերի առջև որպես թագավոր փառաբանելով նրան, և ապա ընդամենը օրեր անց կարելի է ասել հենց նույն ժողովուրդը խաչեց նրան և այդ խաչելության պատկերի առջև ընդամենը մի քանի հավատարիմներ էին մնացել։ Եվ սակայն այդ խաչելության խորհուրդը այդ մի քանի հավատարիմներով դարձավ նաև հարության հաղթանակի խորհուրդ։ Սա մեր կյանքի պատկերն է։ Ոչ ոք թող հավակնությունը չունենա կյանքում, որ ընդհանրապես և մշտապես իր կյանքի ելևէջումների մեջ մշտապես ունենալու է Ծաղկազարդի իրականությունը։ Այո, մենք մեծ կամ փոքր չափով մեր կյանքում անհատական թե հավաքական Ծաղկազարդի դրսևորումներ ենք ունենում, այդ մեծ գովասանքի, փառաբանության և այլն, և սակայն շատ կարճ է ժամանակահատվածը, որին հաջորդում է և կհաջորդի անխուսափելիորեն խաչելության խորհուրդը, չարչարանքի և տառապանքի խորհուրդը, բայց դա էլ որպես այդպիսին չի մնում, եթե ունես նպատակ և ձգտում և ընթանում ես դեպի այդ խաչելության խորհրդի, տառապանքի, չարչարանքի խորհրդի միջից դեպի հարության հաղթանակ, քո հաղթանակը, մեր հաղթանակը, և դա անխուսափելի է։ Այն մարդը, ով կընդունի խաչելության, տառապանքի խորհուրդը, կկարողանա նաև կնքել և հաստատել հարության հաղթանակի խորհուրդը։ Սա մեր կյանքի փիլիսոփայությունն է և կյանքի հիմքն է, անկախ նրանից, թե մենք որքան կուզենանք խուսափել խաչի և տառապանքի խորհրդից, անկախ այդ ամենից, այն անխուսափելիորեն մեծ կամ փոքր չափով մեր կյանքում պատահում է։ Եվ սա յուրաքանչյուր պետք է իր մտածումների, ընկալումների առանցք և առարկան դարձնի, չվախենալով, չխուսափելով, չվհատվելով, չտրտմելով այն իր վրա եկող թե հարվածներից, թե տառապանքից, թե չարչարանքից, որովհետև եթե դրանք նաև կամավորաբար ամբողջությամբ հոգով և մտքով չես ընդունում և ընդունելով չես սեփականացնում, չես կարող նաև ընթանալ դեպի հաղթանակ, հարության խորհուրդ։ Եվ մշտապես ասել ենք, մեր պարտությունների պատճառը մեղքն է եղել։ Մեր պարտությունները շարունակական, ոչ միայն արտաքին թշնամուց, այլ հատկապես մեր ներքին կյանքի պարտության պատճառը մեղքն է։ Եվ այդ մեղքից պարտվելը և չընդունելը մեղքը և չվերականգնվելը, չփորձել վերացնելը, Սուրբ Գիրքը ասում է դրա մասին, որ արդարությունը, ազգերը արդարության պակասից են նվազում և մեղքի առկայության պատճառով
դառնում են չգոյություն պարզապես։ Եվ այս իմաստով մեզ համար չափազանց կարևոր է, որ մենք անդրադարձ ունենանք, ընդունենք թե մեր կյանքում պատահած ծաղկազարդը, թե դրան հաջորդող խաչելության խորհուրդը եւ թե հատկապես չտատամսենք ընթանալու դեպի հաղթանակի խորհուրդ։ Այնինչ մեր ամբողջ այս ժամանակահատվածի ուրվագիծն է եղել։ Այսօր նաև ցանկանում եմ, սիրելի ժողովուրդ, խոսել մի շատ հետաքրքիր դեպքի մասին, որ վերաբերում է Ղազարոսի հարությանը, եւ այդ դեպքը որքան էլ Սուրբ գրային պատումը ներկայացում է մեզ, իր խորքով նաև արտահայտությունը, ես կասեի, մեր այսօրվա իրականության որոշակի շերտի։ Եվ դա չափազանց կարևոր է, թե իրականում ինչպիսին են մարդու ձգտումները, մարդու ցանկությունը, իրական մոտիվները, իր գործելու իրական նկրտումները, մտածումները, եւ ինչպես է կարողանում մարդը այդ բոլորը թաքցնել այլ լույսի ներքո, սակայն բուն նպատակը այլ է ամբողջությամբ։ Ավելի պարզ ասեմ, խոսում ես մի երևույթի մասին, որը քո ձգտումը չէ բոլորովին, այլ այդ երևույթի միջոցով այլ ձգտում ունես, որը թաքցնում ես տվյալ արդար թվացող խոսքով կամ արդար թվացող գործով կամ արդար թվացող պատկերով։ Այդ արդարության պատկերով թաքցնում ես քո իրական ցանկություն ու ձգտումները, եւ բայց գործում ես իրական ցանկություններիդ եւ ձգտումներիդ հագուրդ տալու համար։ Ուրեմն Ղազարու հարության դրվագին է վերաբերում, երբ մեր Տերը գտնվում էր հենց Ղազարոսի տանը եւ նրա երկու քույրերից մեկը, Ղազարոսի երկու քույրերից մեկը, Մարիամը, մի լիտր ազնիվ նարդոսի թանկարժեք յուղ վերցնելով օծում է Հիսուսի ոտքերը եւ իր մազերով սրբում էր նրա ոտքերը, տունը լցվեց ազնիվ յուղի բուրմունքով։ Աշակերտներից մեկը, Հուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. Ինչու այդ յուղը չվաճառվեց 300 արծաթ դահեկանի եւ չտրվեց աղքատներին։ Այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետև գող էր եւ գանձակը ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում։ Ուշադրություն դարձրեք, ոչ թե այդ խոսքը աղքատներին տալու, աղքատներին խնամելու համար ասվեց, որովհետև իրապես հոգում էր, իրապես ցավում էր աղքատների համար, այլ որովհետև գող էր եւ գանձակը ինքն էր պահում, եւ ինչ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում։